Եթե մենք ամեն վարքյան մտածենք, այ Ադրբեջանը ասեց Զանգեզուրի Միջանցք, մենք դրան պետք է լուրջ վերաբերենք, մենք դրան հակակշռող քաղաքականություններ պետք է առաջ տանենք, սրա մասին չի խոսքը, բայց երբ գայսենք տեղեկատվական դաշտ, որովհետև այսօր պատերազմը տեղի ունենում մեր բոլորի մտքում, մարդկային միտքը դա այսպես գործուն մարտադաշտն է, որտեղ պատերազմները տեղի են ունենում եւ մենք ապագա առաջիկա տարիներին հենց այդ մարտադաշտում ենք լինելու, այսինքն ռազմական գործողությունները ավարտվեցին, չափազանց քիչ է հավանականություն, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները կվերսկսի մեր դեմ, բայց ինքը այս գործողությունները շարունակելու է մտքի մարտադաշտում։ Իսկ մտքի մարտադաշտում մենք պատրաստ ենք գոնե բավարար չափով այս հակամարտությանը, այսպես ասած, դիմագրավելու առումով։ Գիտեք, կարծում եմ ոչ, եւ դրա համար կա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը այնուամենայնիվ դեռևս շարունակող մեր այդ ցնցումն է 20 թվականի պատերազմից հետո եւ Արցախի էթնիկ զտումից հետո, այս ամենը բնականաբար մեր հարության մոտ դեռևս այդ հոգեբանական ճգնաժամի հարություն առասարակ այդ ճգնաժամի մեջ է գտնվում, բայց դրան զուգահեռ նորից այդ հիբրիդային սպառնալիքներ ավելի խորացնում են վախի մթնոլորտը, մեր իսկ ուժերի վրա չհենվելու, մեր ուժերին չհավատալու այդ կեղծ նարատիվները, ընդ որում գիտեք, սա համարվում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի գործիքներից մեկը։